Նախորդ ընտրական գործընթացը ֆորս մաժորային էր, հետ պատերազմական հանրություն ունեինք, իշխանությունները գնացին կեղծիքի եւ մանիպուլյացիայի, իշխանությունները գնացին Նիկոլ Փաշինյանը գլխավորապես գնաց բացարձակ ստախոսության ճանապարհով, խաբեց ժողովրդին, որովհետեւ եթե 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ասեր, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս, որ ըստ էության մասնակցելու է Արցախի հայաթափմանը Ադրբեջանի հետ, ապա ես չեմ կարծում, որ հանրության այն զանգվածը, որ ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, ձայն կտար։ Մենք ունենք մի իրավիճակ, այո, մենք որպես ընդդիմություն արել ենք հայտարարություններ, խոսել ենք ճշմարտությունը, չենք խաբել ժողովրդին խաբել է քաղաքացիական պայմանագիր եւ այդ ստի վրա կարողացել է ստանալ X քանակի ձայն եւ վերցնել իշխանությունը։ Եթե սա չլիներ ստախոսների իշխանություն, ես ձեզ վստահեցնում եմ 2021-ին այդ իշխանափոխությունը տեղի էր ունենալու։